Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարելույս ձեր բոլորին։ Հուսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, ցեզի եւ մեզի մեծ ավետիս, օրհնյալ է հայտնությունն Քրիստոսի։ Գիտեք արդեն, որ մեր սրբազան հայրաբետներու հաստատած կանոնին համաձայն յուրաքանչյուր դաղավար դոնի հաջորդ օրը հիշադակ մերելոց է։ Մեր ժողովրդի զավակները գայցելեն քերեզմանոց հանգստադուն իրենց ննչած հարազատներու շիրիմներուն վրա խունկ ծխելու եւ աղոտ փաշացնելու առաստված խնդրելու դեր Աստուծո քութը եւ ողորմությունը իրենց ննչեցյալներուն համար խնդրելով որ Աստված ոչ թե իր արդարությամբ թադե այլ իր ողորմության արժանացնե զանոնք որովհետեւ Աստված եթե արդարությամբ թադե ոչ ոք կփրկվի նաև գխնդրենք Աստուծո մեզ սիրելներ հոգեանքստյան աղոթներու մեջ են որ Աստված մեզ մեր հավատքի մեջ ամուր բայ որբեսի երբ օրը մենքալ անցավոր այս կյանքեն հերանանք Աստուծո դիմաց կանգնենք ամոթով չկանգնենք սիրելներ մահը Քրիստոսով բարդված է նվաճված է հաղթված է Քրիստոս հաղթեց մահվան իր մահով երբ Քրիստոս խաչվեցավ ու թաղվեցավ մարմինով թաղվեցավ բայց հոգիով առանց բաժնվելու իր աստվածութենեն իջավ դժոխք խորդագեց դժոխքի դռները եւ դուրս բերավ արդարներու հոգիները Քրիստոսեն առաջ բոլոր մարդոց հոգիները սատանայի իշխանության տակն էին Քրիստոսով ահա հույս ունենք սիրելներ որ այլևս մահը չի գրնար մեր վրա իշխել հետևաբար մահը քրիստոնյա հավատացյալներուն համար ոչ թե վերջն է վախճանն է անեյացումն է ամեն ինչին այլ ընդհակառակը մահը անցումն է այս կյանքեն թեպի մյուս կյանքը սիրելներ մահվան մասին վստահ եմ որ շատեր միշտ հարցումներ ունին թե մարդիկ երբ որ մեռնին ուր վիդեր տանոնց հոգին սիրելի քույրեր եղբայրներ Աստվածաշունչին մեջ թեև շատ բաներ գրված չեն այս մասին սակայն եկեղեցու սուրբ հայրերը սուրբ հոգիով լեցված հրեշտակներու այցելությունը ապրած մեզի փոխանցած են շատ խորհրդավոր բաներ որոնք սիրելիներ դարդղնված են անշուշտ դարբեր քիրքերու մեջ իրենց քրած քիրքերու մեջ իրենց ջարերու մեջ սակայն շատ երախտարժան աշխատանք է կատարած Արամ Տբիր Դիլանյանը հոգեանքստի խորհրդապանություն այս քիրքը գրելով եւ մեկդեղելով եկեղեցու հայրերու քրությունները եւ որպես հավաքածո մեզի ներկայացնելով ես այսօր ցեզի սիրելիներ պիտի ընթերցեմ մերելոցի այս օրվան արիթով հոգիներու օթևանը վերնակրված գլուխը ուր սիրելիներ պիտի տեսնենք թե եկեղեցու հայրերը ինչ կսեն մերելներու հոգիներու հավաքավայրին մասին թե ուր պիտի հավաքվին մերելներու հոգիները հոգիների օթևանը գլուխարաչին հոգու գայան Թանցր մտքով ու երկրաքարշ ախտերով ծառացած եւ առասպելներին հետևելով հնարավոր չէ իմանալ հոգիների դեղի մասին ուր հապշտակվեց Բողոս Արաքյալը այլ պետք է հետևել ճշմարիտ վարդապետությանը եւ սուրբ գրքերի վկայությանը ուր ասվում է գիտեմ մի մարդու ի Քրիստոս որ հապշտակվեց մինչեւ երրորդ երկինք մինչեւ թրախտ եւ լսեց անբադում խոսքեր որ մարդս արդոնված չէ խոսել Այս մեկը գրե Բողոս Արաքյալ իր երկրորդ Գորընթացներու նամակի 13-րդ գլխու 2-4 համարներու մեջ Այսինքն մարմնավոր ըզգայությամբ հնարավոր չէ նկարագրել հոգիների գայանը որը մի վերին անհոտ ու անջարելի դեղ է որին ասում են նաև վերին Երուսաղեմ ազատության բնակավայր թրախտ եւ երրորդ երկինք որը վեր է քան հաստատությունը Այդ դեղը անբատմելի, անուշահոտ եւ լուսավոր է, ուր չկա թարնության այլախառնություն։ Այնտեղ կան փյուրավոր ռեշտակներ եւ մարդկանց փանական հոգիներ։
Այնտեղ գադարյալ արտարների հոգիներն ուրախության մեջ են, առաջադեսը լինելով Աստուծո բարիքների։ Այնտեղ հոգիները չունեն այս մարմնական կյանքի գարիքը եւ դեսության գարոդությունը։ Հոգիները սիրելներ ո՞յ մեկ մարմնական գարիք չունին։ Անոնք արդեն գտեսնեն, որ հավիտենական ինչ ուրախություններ իրենց սկսված է, ադորամար ծնծության մեջ են արտարներու հոգիները։ Հոգիների գայանների դեղը անջարելի է։ Կարելի չէ այդ դեղին մասին պատմել, ջարել։ Աստված իր քաղցր հայացքով խորան է ցկել արտարների համար եւ արակաստի մեջ արել նրանց։ Այսպես խորանի պես Աստված այդ հոգիները, արտարներ հոգիները արած է այդ վայրը խորանի պես արած է, որ իր աչքին թիմացն է, Աստուծո աչքին թիմացն է, մինչև Քրիստոս երկրորդ գալուստը եւ արտարները հոգիները պիտի մտնեն սիրելներ մարմինով եւ հոգիով հավիտենական կյանքը։ Երբ Քրիստոս ավերեց թժողքը եւ արձակեց փանդարգված հոգիներին, նրանց ավանթեց հոր ցերկը, բնագեցնելով այնպիսի դեղում, որը վեր է ու անհասանելի սատանայի իշխանության եւ չար թևերի զորությունների համար։ Սիրելներ, չար հոգիները չեն գրնար հասնել այդ վայրին, ուր արտարներու հոգիները կան։ Հետևաբար չեն գրնար զանոնք թժող տանիլ, այլ անոնք կսպասեն մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը ապահով վայրի մեջ։ Սուրբ գրքից հայտնի է, որ հոգիներն այժմ Աստուծո ցերկում են, ինչպես ասում է Սողոմոնը, արտարների հոգիներն Աստուծո ցերկում են եւ մահը չի մոտենալու նրանց։ Իմաստություն Սողոմոնի գրքի մեջն է այս խոսքը, 3-րդ գլխու առաջին համարի մեջ։ Բոլոր արարածները դիրոջ զորության ներքո են, իսկ նրա սիրելիները եւ գամքը գադարողները վարակույրի ներսի գողմում սիրով ու խնամքով բահված ամեն վտանգից ըստ խոսքի մարդկանց խռովությունից պաշտպանեցիր նրանց քո երեսի ծածկույթով։ Սաղմոսած գրքի 31-րդ գլխու 21-րդ համարեն այս խոսքը։ Դարձյալ ուրիշ տեղ մը գսվի նրա սրբակորձած բոլոր էակները քո ցերքին են, նրանք քեզ հետ են։ Երկրորդումն օրինաց գրքեն այս խոսքը 30-րդ գլխու 3-րդ համարեն։ Նաև ստույգ խաղաղության մեջ են, ինչպես ասաց Սիմեոն Ձերունին, այժմ ով դեր խաղաղության բարձակիր քո ծառային։ Ղուկասի ավետարանի 2-րդ գլխու 29-րդ համար։ Հոգիները Աստուծո երեսի հանդիման են, ինչպես ասում է Աստվածահայր Մարգարեն, երբ պիտի կամ ու Երևան Աստուծո արչև 42-րդ Սաղմոսեն է այս խոսքը սիրելներ 3-րդ համար։ Պողոս Արաքյալ գրում է, որ հոգիները Աստուծո հանդիման են, այսինքն Աստուծո ներկայության են։ Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկեր հայելու մեջ, իսկ այն ժամանակ պիտի լինի թեմ արդեմ։ Առաջին Կորինթացիներու նամակի 10-րդ գլխու 13-րդ համարեն այս խոսքը։ Այդ ամենը նաև դերն է հաստատում, ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի գաբրի։ Եվ որ Տեր Հիսուս Քրիստոս Ղազարոսը հարություն տվավ Ղազարոսին, այս խոսքը սավ Մարտային։ Հետևաբար գրնակ կարդալ Հովանու ավետարանի 11-րդ գլխու 25-րդ համարի մեջ։ Նաև ուրիշ տեղը Հիսուս ասավ. եթե մեկը ինձ ծառայի, իմ ետևից կգա, եւ ուր ես եմ, այնտեղ կլինի իմ ծառան։ Հովանես 13-րդ գլուխ 26-րդ համար։ Սուրբ վարտաբետները հոգիների բարունակները 3 փոփոխումներով ասացին. նախքան Քրիստոս, Քրիստոսից հետո եւ Թադաստանից հետո։ Նախքան Քրիստոս բոլոր հոգիները դժոխքում էին, ինչպես ասի արդեն սիրելիներ ցեզի։ Հույս չկար։ Մեր նողներուն համար հույս չկար, որովհետեւ չէին գիտեր ինչպես պիտի բրգվեին։ Սատանան ինքը բոլոր հոգիները, արտարներուն ալ, մեղավորներուն ալ իր ցերկը գարներ եւ դժոխքն էին, բոլորի հոգիները։ Քրիստոսից հետո բոլորն էլ դեղափոխվեցին հոգու համապատասխան գայարանները, իսկ վախճանից հետո, այսին երբ որ Քրիստոս վերադառնա, երբ կբաժանվեն արտարները մեղավորներից, նրանց դեղերը համապատասխանաբար կլինեն երկնքի arkայությունը եւ քեհենը։ Դժոխքը Աթամի բաժի բաժարով եղավ, հոգու գայանները Քրիստոսի շնորհներով, իսկ arkայությունը եւ քեհենը ըստ գործերի։
Որոշ վարդապետներ ասում են, որ հոգու գայանները երկնքում են եւ երկնքի ներքո, որոնց համապատասխանաբար ասում են աչագոմյան եւ ցախագոմյան։ Աչագոմյան խորանը Քրիստոսի քաղցր հայեցողության ներքո է, իսկ ցախագոմյանը թարն է ու ահավոր։ Ուրեմն գարկ մի եկեղեցու վարդապետներ գսեն, որ աչագոմյան խորանի մեջն են արտարները այսօր, իսկ ցախագոմյանի մեջ բիղձերը, անարտարները, անզիղճները, անաբաշխարները։ Հետևաբար անոնք, որոնք աչագոմյան խորանի մեջն են, երկնքին բարձունքի մեջն են, իսկ անոնք, որոնք դժբախտաբար ցախագոմյանին կպատկանին, ներքև են։ Անորամար մենք մեր աղոթներու մեջ կսենք դեր մեզ թասե քու աչագոմդ, աչագոմյան թասուն։ Ոմանք էլ վարդապետներից հայրերից ասում են, որ բոլոր հոգիները գտնվում են մի դեղում եւ զանազանվում են իրենց դեսությամբ, մեկը լի է անմահությամբ ու խնդությամբ, ուրախությամբ, մյուսը թարնությամբ ու հուսահատությամբ։ Որոշ մասն էլ ասում է, որ փուն գադարյալ բարիների հոգիները ժողովված են հրեշտակների տասում, որոնց համար ասում է առաքյալը գադարելության հասած արդարների հոգիներին։ Եբրայեցիս 13:20 համար։ Գադարյալները նրանք են, ովքեր գադարեցին ավելին, քան հրամայված էր օրենքով, ինչպես առաքյալները, մարգարեները, գույսերը եւ ուրիշներ։ Իսկ միջակ արդարներն ու մեղավորները նրանք են, ովքեր արան օրենքը եւ ըստ օրենքի բարիկներ կործեցին կամ էլ սխալվեցին։ Նրանք մինչ Թադաստանը միջակ դեղում են միևնույն խորանում։ Եկեղեցու վարդապետները ասում են, որ երկու շավիղ կա, մեկը թեպի վեր, մյուսը երկնքից ներքև։ Նրանք, ովքեր ամեն ինչ թողին եւ քնացին Քրիստոսի հետ, ամմարմինների երկնային խորանում են, այսին հրեշտակներու հետ վերի խորանների մեջ են, լույսի օթևաններում, իսկ ովքեր հավատի կյանքում թերանալով ընկալեցին սատանայի ներկործությունները եւ դրվեցին աշխարհի գրքերին, Աստուծո արտար իրավունքով չեն ելնում երկինք, այլ մնում են երկնքի տակ այն ակնկալությամբ, որ քալիք Թադաստանին ողորմության են արժանանալու։ Այդ զանազան գարձիկների բաժարը գայանում են նրանում, որ Սուրբ Գիրքը բացահայտ չի հայտնում հոգու գայանների դեղի մասին։ Նախ նորընձա հավատացյալների բաժարով, ովքեր անգիրտ են գադարյալ դեսությունից, երկրորդ, այսի անգիրտ կնշանակե չեն գրթված հավիտենական կյանքի դեսություններով, երկրորդ, որբեսի հավատի մեջ լինենք աբաստանված, որին հետևում է վարձքը եւ ոչ թե մտքերի քննությամբ սպաղվենք, որի հետևանքը լինում է այն, որ յուրաքանչյուրն իր գարձիկում է հաստատվում։ Մարդ կգարձե, որ ինքը տրախտ միտել է, ուրեմն ամեն ինչը որ բացահայտ լար սիրելներ, մարդը գետրոնացած միտլար անոնց վրա, մինչդեռ մենք պետք է աշխատենք սիրելներ մեր փրկության վրա եւ ոչ թե դեղերուն վրա։ Սրբերի խորանը վերին Սիոնն է, հրեշտակների տասերը, ուր 24 երեցներն են Աստուծո աթորի շուրջ եւ սրբերի հոգիների բազմությունը ժողովված բոլոր ազգերից։ Այդ է գադարյալ անտրանիկների եկեղեցին։ Հովանեսի հանգստյան ջարում ասվում է. «Թու որ հայրն ես նրանց, որ վեր են, քան երկինքը», այսինքն գադարյալ սրբերի հոգիները վեր են, քան հրեշտակների տասերը։ Ու մոտ Քրիստոսին, ինչպես քահանաները քահանայաբեդին, անդամները գլխին, որդիները հորը։ Ինչպես դերն աղոթեց. «Հայր, ում որ ինձ տվիր, գամենում եմ, որ ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն»։ Հիսուս այս աղոթ կրավ սիրելներ Հովանու ավետարանի 17-րդ գլխում մեջ եւ հետեւաբար 24-րդ համարի մեջ այս խոսքը ասավ Հիսուս իր հորը. «Գուզեմ որ հայր այս ինձի հետո ինձի ծառայողները լան հոն, ուր ես կգտնվիմ»։ Այժմ հոգով են նրա հետ, իսկ հարությունից հետո հոգով ու մարմնով։ Հիմա սիրելներ սուրբերը Քրիստոսի հետ են, բայց միայն հոգիով, իսկ Քրիստոսի քալուստենի հետ հոգիով եւ մարմնով։ Իսկ անոնք, որոնք սիրելներ մեղավոր կյանքով ապրած են եւ հետեւաբար սրբացած չեն ամբողջությամբ, դակավինը սպասման վիճակի մեջ են։ Իսկ մեղավորներն ալ նույն վայրի մեջ են, բայց իրար մե հերու։ Այսինքն անոնք, որոնք սիրելներ արտարության կյանքով ապրած են, անոնք պիտի գվայլեն արդեն այդ երանական ուրախությունը մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Իսկ անոնք, որոնք անհավատ, անապաշխար, անզիղճ կյանքով ապրած են, դժբախտաբար անոնք ալ սիրելներ գդանչվին, դեսնելով թե ինչ ահավոր բաներ իրենց կսպասե։ Այդ է Աստուծո քաղաքը, վերին Երուսաղեմը, արտարների եկեղեցին,
որի հիմքը եւ սկիզբը եղավ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ով մերելներից հարություն արավ եւ իր հետ վեր հանեց սուրբ նահաբետների ու մարգարեների հոգիները։ Այնտեղ են ժողովված առաքյալները եւ սուրբ վկաները, մինչ Քրիստոսի երկրորդ կալուստը, որից հետո կալու են Տադաստան, սակայն ոչ թե թադվելու, առաքյալները, մարգարեները պիտի չթադվին, այլ թադելու եւ ռեշտակներին, մեղավոր ռեշտակներին եւ մարդկանց ըստ առաքյալի խոսքի, չգիտեք, թե սրբերն են թադում աշխարհը, չգիտեք, թե մենք հրեշտակներին ենք թադելու, ուր մնաց թե եգրավորներին։ Առաջին Կորինթացիներուն նամակի մեջ կսե Պողոս առաքյալ այս մասին 6-րդ գլուխ 2 եւ 3 համարներու մեջ։ Իսկ երկնքից վար սատանայի իշխանությունից վեր այն հոգիների գայանն է, որոնց արդարությունը թերի է։ Այդ խորանում են ժողովում արդար ու մեղավոր հավատացյալների հոգիները, ովքեր Տադաստանին են սպասում ագն ունենալով Աստուծո ողորմության։ Հույս ունենալով, որ Աստված գողորմի իրենց։ Թեպետ մեկ է դեղը, սակայն այնտեղ արդարները հույսով ուրախ են, ինչպես արդեն ասի, իսկ մեղավորները դանչվում են, որովհետև արդարները ակնկալում են բսակ, իսկ մեղավորները դանչանքներ, եւ նրանց բաժանելու է Տադաստանը, Քրիստոսի Տադաստանը։ Ինչպես փարավոնի ծառաներն էին փանդում, ուր մադրվագը ուրախ էր, իսկ հացակորձը դրդում երազների միջոցով հայտնվածի պատճառով, Ծննդոց գրքի 40-րդ գլխի մեջ գիտենք սիրելիներ, թե ինչպես Հովսեփը բացադրեց թագավորին մադրվագին եւ հացթուխին, թե մեկը պիտի իր ճաշտոնի վերադառնա, իսկ մյուսը պիտի սպանվի։ Ծննդոց գիրք 40-րդ գլուխ 9-23 համարները գարտացեք։ Սա գոչվում է նաև աչագոմյան խորան։ Անոնք, որոնք ուրեմն սիրելիներ այս կյանքեն կբաժնվին եւ հավատացած են Քրիստոսի, աչագոմյան խորանի մեջ պիտի սպասեն, այսինքն ուրախալի վիճակի մեջ պիտի լան։ Իսկ սախագոմյան խորանը աներևույթ դեղում է, ուր ժողովվում են չարերի ու մեղավորների հոգիները, ովքեր արհամարեցին Տիրոջ օրենքը եւ ծառայեցին թժնտակ ցանկությունների ախտերին եւ բեսպես չարությունների։ Նրանք դադարդվելու են Տադաստանի օրը եւ ժառանգելու են արդակին խավարը եւ այդտեղից դառնալու են թժող ըստ մարգարեի խոսքի, մեղավորները գրգին թժող կընկնեն, նաեւ բոլոր նրանք, ովքեր մոռացան Աստուծուն։ Սամոս 9:18 համար։ Այնտեղ են ժողովում արդեն իսկ դադարդված շարերի եւ ամբարիշտերի հոգիները ըստ Ավիդարանի խոսքի, ով նրան չի հավատում, ով որ Քրիստոսի չի հավատար, արդեն իսկ դադարդված է, քանի որ Աստուծո միածին որդուն անվանը չհավատաց։ Հովանու Ավիդարան 3-րդ գլխի 18-րդ համարի մեջ կսվի այս խոսքը։ Այդ դերի մասին է ասում Հովանեսի դեսիրքը, մահն ու թժողքը դվեցին իրենց մերելներին, հայտնություն 20-րդ գլուխ 10-րդ համար, այսինքն մեղքերով մեռած հոգիներին։ Մեղավորների դեղն աներևույթ է 3 պատճառով։ Նախ, մեղավորները աներևույթ են մեզանից, հերու Աստուծո մտքից եւ մոռացված հրեշտակներից եւ սրբերից։ Երկրորդ, մեղավորները աներևույթ են իրենց դեսության պատճառով, որովհետեւ զրկված են լույսի շնորհներից, որոնցով դեսանելի են երանությունները, եւ երրորդ, աներևույթ են մեղքերի պատճառով եւ չունեն բարության բայձարությունը, ինչպես հարսանիքի արագի այն մարդը, ով չուներ հարսանյաց հանդերձները։ Մատթեոսի Ավիդարանի 22-րդ գլխի մեջ Հիսուս կպատմի արագը, որ հարսանիքի կհրավիրվին, հրավիրվողները չեն կար, թագավորը գողարգե իր ծառաները, որ ամեն մարդ, որոնց որ գտնեն բերեն, բոլորն ալգուքան, թագավորը երբ կուքա հարսանիքը դիտելու, կտեսնե մեկ հոգի առանց հարսանիգան հագուստի եկած էր եւ զինկահանտիմանե ու գբաջե արդակին խավարը նետելով։ Հետևաբար սիրելիներ, անոր պատրաստ չէ, անոր հարսանիգան հագուստ չունի, այսինքն սիրելիներ, իր մեղքի հագուստը չի անած, այլ հին մեղքով մնացած է, հավդինական կյանքը պիտի չժառանգե։ Այսինքն խոսքը նրանց է վերաբերում, ովքեր հագարակ են Տիրոջ օրենքին ու հավատին, չեն մերգացել չարությունից ու ամբարշտությունից, սկեստավորված են նենգությամբ, խորամանկությամբ ու անաստվածությամբ եւ զուրկ են առաքինություններից ու բադվիրանաբաղությունից։ Գլուխ 2. Մուտքը գայան։ Երբ արտարի հոգին անցնելով խավարի միջով հասնում է սրբերի օթևանը, մխիթարվում է, որ ազատվեց մարմնի գաբանքներից, աշխարհի փորձություններից եւ եղավ արտարներին ու սրբերին
տասագից 40 օր գտվեց սիրելիներ որբեսի հոգիները գդրեն ջեղքեն չար ոգիներու թակավորությունները դերությունները իշխանությունները եւ հասնին այդ արդարներու օթևանին անորամար սիրելիներ մենք 40 կգադարենք ննչեցյալներուն համար եւ շատ կարեւոր է ննչեցյալին 40 օրերու ընթացքին աղոթագիծը լալիրեն որբեսի իր բահաբան հրեշտակը եւ ուրիշ հրեշտակներ զինք առաջնորդեն աբահով այդ աչագոմյան խորանը Սուրբ եւ արդար հոգիներին ընթരാճ են գալիս հրեշտակները եւ սրբերի հոգիները եւ սամոսներով, օրդություններով ու հոգեվոր երկերով դանում երկրբակության աստվածության լուսեղեն խորանի արչեւ եւ երկրբակեցնում աստուծո խորանին ու աթորին, ինչպես գրված է սամոսներում։ Բոլոր ասկերը, որոնց ստեղծեցիր, պիտի կան երկրբակեն քո արչեւ, հավիդյան փառք պիտի դան քո անվանը։ 86-րդ Սամոս 9-րդ համար Նրանք կովապանում են ամենասուրբ երրորդության ու կոհանում երախտավոր բարերարությունից, որ եգրավորներին փոխեց երկնավորների եւ անարգությունից դարավ թեպի բադիվ։ Այնտեղ մարդը սարսելով թողում է, լսելով սերոփեների ու կերոփեների բարապանությունները եւ հրաշալի երկեցողությունները։ Սիրելներ, երանելի կյանք պիտի լա։ Սուրբերուն Քերոպեներուն, հրեշտակներուն, սերոպեներուն եւ մնացյալ հրեշտակած թասերուն հետ փարապանել դերը եւ լսել հրեշտակներու անթաթար օրտնապանությունները։ Հոգիները ունեն առավել հիշողություն եւ իմացում։ Սիրելիներ, մինչեւ այն ադեմ որ մենք այս մարմնի մեջ փանդարգված ենք, մեր հիշողությունը շատ կարճ է, մեր մտածումը շատ նեղ է, սահմանափակ է, որովհետև սիրելիներ մենք սահմանափակ մարմնի մեջ ենք, բայց երբ որ հոգին դուրս կա, սիրելիներ այլևս ամեն ինչ կհիշի, ամեն ինչ կգիտնա, ամեն ինչ կտեսնի, հստակ, բարձ, ամեն ինչ։ Ուրեմն հոգիները ունեն առավել հիշողություն եւ իմացում։ Նրանք տեսնում են հանդերձյալը, որը գարձես նրանց աչքի առջև լինի։ Պիտի տեսնեն, երբ որ հոգին դուրս կա, պիտի տեսնի ամեն ինչ հստակորեն։ Արտարների հոգիներ առավել են հստականում ու բարձվում հիշողությամբ եւ ամենայն գիտությամբ, նրանք ավելի ուշիմ են, քանզի չկան այլևս խավարը եւ մեղքերի մեկը մշուշը, ինչպես կա մեղավորների վրա։ Իսկ սրբերի տեսությունը շնորհների ու մակրության լույսի պատճառով առավել է մյուսներից։ Մեղավորների հոգիները եւս տեսնում են ավելին, քան մարնում եղած օրերին, սակայն ոչ այնպես ինչպես սրբերը եւ արտարները, քանզի մեղքերի խավարը արգելում է նրանց։ Մեղավոր հոգիներն ալ սիրելիներ կտեսնեն շատ բաներ, բայց ոչ սուրբերուն եւ արտարներուն նման, որովհետեւ դժբախտաբար խավարի մեկը մշուշը փակած է իրենց հոգին դիմաց։ Բայց անոնքալ ավելին կտեսնեն, քան երբ որ մարմնի մեջ էին։ Արտարներն ու մեղավորները տեսնում եւ ճանաչում են միմյանց, ասիկ կարեւոր է միշտ հավատացյալներ գսեն, արդյոք այս երբ որ մարմինեն բաժնվինք, այս կյանքեն ելենք, հոգիները իրար պիտի ճանչնան, անպայմանորեն պիտի ճանչնան։ Հետևաբար արտարներն ու մեղավորները տեսնում եւ ճանաչում են միմյանց, քանզի սահմանագից են, ինչպես մեծադունը ճանաչեց Աբրահամին, գիշեք, չէ՞։ Աբրահամին ու Ղազարոսին, մեծարուսը ճանցավ Աբրահամ եւ Ղազարոսը, տեսավ Ղազարոսը, որ Աբրահամի քիրգն էր, հետևաբար մեծարուսը ճանցավ։ Պիտի ճանչնան մեղավորներն ու արտարները իրարու։ Արտարների հոգիները գիտեն միմյանց անվամբ, անունով, ծննդյամբ, կորձերով ու վաստակով։ Նրանք ամեն ինչ գիտեն նաև այստեղի կյանքի մասին, չկարծենք, որ գտրված են, չեն տեսներ։ Եվ այն բոլոր հոգևոր ծառայությունների, որ անում ենք նրանց համար, բادرակներ գնենք իրենց համար, բարեգործություններ գնենք, այդ բոլորը կտեսնեն հոգիները։ Փոխարենը նրանք մեզ համար բարեխոսում են ու գադարում մեր խնդրանքները, իսկ չարերի հոգիները գիտեն միայն այն, ինչ հրեշտակներն են հայտնում։ Հոգիները երկու աշխարհն էլ տեսնում են, եւ վերինը, եւ մերը։ Իսկ ողջերս միայն այս աշխարհն են տեսնում, եւ վերինը տեսնել չեն կարող, որովհետեւ սահմանափակ են, քանի որ այս մարմնի մեջն են։ Արտարները լույսի եւ երանելի հանգստի մեջ են։ Նրանք տեսնում են իրենց բարի հադուցումը, որից ուրախությամբ ծնծում են, իբրև թե արդեն ստացել են։
Գարձեք արդեն ստացած են սիրելիներ, գտեսնեն արդեն, տեսնում են այդ ուրախությունը, որ պիտի ստանան Քրիստոսի երկրորդ գալուստին։ Սակայն սպասում են Քրիստոսի հարսանիած մեծ հանդեսին, վերջին օրվան, ինչպես ասում է Դավիթը 142-րդ Սամոսի մեջ 8-րդ համար, արտարները պիտի սպասեն, մինչև որ հադուցման արժանացնես ինձ։ Թադաստանից հետո, երբ արտարները առնեն իրենց կատարյալ փառքը եւ երկինք ելնեն, մեղավորներն այլևս նրանց տեսնել չեն կարող։ Սիրելիներ, երբ որ Քրիստոս վերադառնա եւ արտարները հավիտենական կյանք առաջնորդե, մեղավորները այլևս զանոնք պիտի չտեսնեն։ Հիմա կտեսնեն, հիմա հոգիները նույն դերն են, կտեսնեն զանոնք։ Բայց Քրիստոսի երկրորդ գալուստեն վերջ, երբ հավիտենական կյանք առաջնորդվին արտարները, մեղավորները զիրենք պիտի չտեսնեն։ Քանի որ չպիտի տեսնեն Աստուծո փառքը, ինչպես ասում է Մարգարեն, ամպարիչների ճանապարհները պիտի չնչվեն երկրից։ Արագած 3-րդ գլուխ 21-րդ համար։ Գլուխ 3 մեղավոր հոգիների մասին։ Համաձայն Աստուծո հրամանի, հոգու գայանում յուրաքանչյուր հոգու գարկում են իր նմանների հետ։ Արտարներն ու մեղավորները հերու են տասվում միմյանցից։ Մեղավոր հոգուն տասում են այլ մեղավորների հետ ցախագոմյան խորանում, իսկ արտարին արտարների հետ աչագոմյան խորանում։ Իրարու խառնված բիդի չլան սիրելներ, եւ որ հոգիներ գելեն։ Մարմինեն կփաժնվին։ Արտարները արտարներու գոմը բիդի լան աչագոմը, իսկ մեղավորները մեղավորներու գոմը։ Մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Ինչպես սրբերի թասերն են ջոգ առանցին, այլ եւ այլ դեղերում, այդպես էլ մեղավորներն են ըստ իրենց չար գործերի, այլ է թասը մարտասպանների, այլ բորդիկների, այլ զրգողների եւ այլն։ Ամեն մեկ չար գործ կատարող, ամեն մեկ իր թասին հետ պիտի լա։ Բորդիկները բորդիկներու հետ, ոչրակործները ոչրակործներու հետ եւ այլն։ Նրանց խորանում չգա լույս, այնտեղ լալիս են եւ ադամները գրջդացնում խիստ գսկիձով, ինչպես Տեր Հիսուսը ասավ։ Մեղավորները հրեշտակների միջոցով տեսնում են վերին գայանը, ուր բահվում են ամփարված հոգիները, ինչպես նաև Թադաստանի դեղը այն հրաբարակը, ուր աշխարհի վաղճանի պետք է հավաքվեն բոլորը, եւ բոլորի աչքերը իրենց պիտի նայեն։ Նրանք գիտեն նաև թե ինչ հադուցում է իրենց սպասվում ըստ իրենց գործերի, որից եւ լալիս են դրդմությամբ, համարելով որ արդեն իսկ ստացել են, քանզի ըսկում են իրենց անձերի գորուստը։ Սիրելիներ, թեև Քրիստոսի գալուստը դեղի չէ ունեցած, բայց այս մեղավոր հոգիները հիմագուց արդեն դանչվում են, որովհետև գիտեն որ իրենց ինչեր է որ կսպասվի։ Մեղավորները աղաչում են Աստուծուն, որ չկա եւ չհադուցի իրենց, իսկ արտարները ընդհանրակը աղաչում են որ կա եւ դա իրենց վարձքը։ Մեղավորները չունեն շնորհների լույսը, սակայն տեսնում են արտարների երանական կյանքը, որից իրենք զրկվեցին մեղքերի պատճառով, նաև իրենց չար գործերը, հադուցումն ու բադիժը։ Այդպես դառնացած հուսահատված, ցավով, սարսրելի երգույղով, դրդմությամբ ու հեզությամբ, լացով ու գոձով մեղավորները մնալու են մինչև հարության օրը, երբ գայանալու է հավիտենական դանչանքների անվախճան բաժի վճիրը ըստ գործերի։ Մեղավորների հոգիները խաղաղության մեջ չեն, քանի որ այնտեղ չկա քուն ու հանգիստ։ Մեղավորները նայելով իրենց գործերին սկում են ու ողբում, քանզի գիտեն թե ինչպիսի դանչանքներ են իրենց սպասվում։ Այն ամենը, ինչ նրանք գործել են, ներառյալ սրտի ցանկությունները եւ այն բոլոր խորհուրդները, որ անցել է մտքով, խոսվել լեզվով, նաեւ բոլոր սկայրանների մեղքերը, լսողության, տեսողության եւ այլն, մշտապես նրանց աչքի առջև է եւ չեն անդեսված անգամ մազադեսակները։ Սիրելներ, ով ինչ գործ այս աշխարհի մեջ ու չզղջա անոնց համար։ Նույնիսկ սիրելներ մտքիդ անցածը, որոնց համար չես զղջար, չես խոստովանիր, անոնց համար հաշի պիտի տաս։ Հիմար խոսք ասելու համար հաշի պիտի տաս կսե Հիսուս Քրիստոս։ Այնտեղ հայտնի է յուրաքանչյուրի մեղքը եւ յուրաքանչյուրը տեսնում է ուրիշների մեղքերը եւ ոչ մի ծածուկ բան չի մնում անհայտ։
Այնտեղ բաց են քրկերը եւ յուրաքանչյուր մարդ գարտում է իր հանցանքների քիրը եւ միևնույն բահին յուրաքանչյուրը գարտում է ուրիշների հանցանքների քիրը եւս եւ յուրաքանչյուր մեղքի քիր խայթում է մարդուն առանց գարտալու մի բահ չեն մնում եւ չկա այնտեղ մահ որ մեռնեն ու ազատվեն այդ ամենից սիրելներ մահ պիտի ուզեն որ մահանան անիյանան ոչնչանան որբեսի այդ բոլորը չտեսնեն չհիշեն բայց մահ պիտի չլա այլ իրենք սիրելներ հավիտենական մահվան պիտի հավիտենապես ապրին այդ անտունտի մեջ այդ գրագե ձձումպելիջին մեջ եւ մահը պիտի չկա անիկա երկրորդ մահ կգոչվի բայց մահ չէ այլ հավիտենապես տանջանք գարժե սիրելներ բղձությամբ ապրիլ երբ պիտի արթնանք սիրելներ մեղքերեն զղջանք ապաշխարենք ու դառնանք ահա մերելոց օրերը անդրադարձի օրեր են բարձաբես քերեզման երթալ աղոտ փարսացնելու օրեր չեն միայն այլ նաև սիրելներ անդրադարձի օրեն ողջերուս համար որբեսի գիտակցաբար ապրինք մեր կյանքը եւ երբ հասնի մեր մահվան օրը որ պիտի հասնի անպայման մեծին կամ փոքրին հարուստին կամ աղքատին գրոնավորին կամ աշխարհականին բոլորին անխդիր պատրաստ լանք գլուխ 4 երանելիների փառքը այս կյանքից հետո գրգնագի է այժմ սրբերը ստանում են փառքը ըստ գործերի եւ հանգստանում են եւ ուրախանում են իրենց գործերի համար իսկ հարությունից հետո ստանալու են փառքը ըստ հադուցման հոգով ու մարմնով եւ այդպես փառքից փառք են բարձրանալու Փարիները հրեշտակի դեշչության միջոցով տեսնում են իրենց փարի գործերի հադուցումը եւ հանդերձյալի հույսով զվարճանում բայց առանց մարմնի ոչինչ անել չեն կարող այլ լուր փարապանում են Աստծուն սպասում են որ Քրիստոս վերադառնա եւ մարմնով հարություն առնեն եւ մտնեն այդ հավիտենական երջանկության մեջ այսօր արդարների ուրախությունը թերևս լիագադար չէ քանի որ միայն իրենց հոգում ունեն ուրախությունը չարից ազատվելու պատճառով ուրախությունը լիագադար կլինի բսակը ստանալուց հետո փառքի բսակը ստանալուց հետո որը հարությամբ մարմնի հետ միավորվելուց եւ բոլոր ընկերների հետ միասին ժողվվելուց հետո է լինելու եւ դա կլինի վաղճանին Քրիստոսի քալստիամբ ըստ խոսքի ես դարձյալ ցեզ պիտի տեսնեմ ու ցեր սիրտեր ուրախ պիտի լինեն եւ ցեր ուրախությունը ոչ ոք ցեզանից չպիտի խլի Տեր Հիսուս կսե Հովանու ավետարանի 16-րդ գլխու 22-րդ համարի մեջ Արդարների հոգիները իրենց գայարաններում տեսնում են իրենց բարի հադուցումը եւ Աստուծո ատորի առաջ կոչում են ու ասում որ դերը կա եւ յուրաքանչյուրին հադուցի եւ սիրելներ վերջին ուրեմն գլուխը պիտի գարտամ այս հոդվածին այս ճարին գլուխ 6-րդ հոգիների երևումը Հոգին մարմնից ելնելուց հետո այլևս ետ չի վերադառնում եւ չի կարող մեզ լուր ուղարկել չխապնինք սիրելիներ սուտ գախարտներ կան սուտ հարցուկներ կան հարցուկ նշանակե գանչել հոգիները որոնք ասեն որ փողի թիմացը մենք կնանք ու հորդ ու մորդ ու եղբորդ ու քրոջդ գնոջդ զավգիտ եւ այլն հոգին գանչել եւ դուն անոր հետ զրուցես չլավոր խապտիկ չար ոգին ինքն է որ ծեր հարազադին գգաբգե եւ գխապեցես ոչ ոք ոչ մեկ հոգի չի գնար ետ վերադառնալ Աստված արդոնած չէ Քանզի Աստված նախադես է եւ գիտի որ օգտակար ու շահավետ չէ որ մերելներից մեկը կա ու քարոզի մեզ քանի որ մեծ վտանգ կա ծածկված դրանում հակառակ դեպքում թևերը ցանոթ մերելների գերբարանքներն առնելով ինչպես ասի գերեվային մարդկանց փազում գորստապեր խոսքեր գասեին եւ շատերին կգործանեին եթե սիրելներ այդպիսի բամբադայեր թևերը մարդոց գերբարանքով պիտի կային եւ խապեին մարդիկը եւ գորուստի մատնեին Այդ բաժարով Աստված աշխարհի վաղճանին եւ մարդու մահվան օրը մարդկանցից ծածկելու հետ միասին արգելեց նաեւ այն ցանկից հոգիների այստեղ կալը եւ պատկամներ ուղարկելը Այդ ամենի փոխարեն աշխարհում գա սուրբ գիրքը ինչպես Հիսուսը ասավ Աբրահամն ալսավ մեծարուսին
Եվ որ մեծարուսը խնդրեց, որ Ղազարոսը ուղարկեր իր եղբայրներուն, որ դարձի կային, ասա որ Սուրբ Գիրք ունին։ Սուրբ Գիրքը ամեն ինչի մասին խոսի սիրելներ, որ մենք պատրաստ ըլլանք։ Ուրեմն գա Սուրբ Գիրքը, որին պետք է ունգընթիր լինենք, իսկ նրանք, ովքեր այստեղ ավիդարանին չեն ունգընտրում, ննչեցյալներին էլ չեն լսի, չնայած որ կան այնպիսի մարդիկ, ովքեր դժողքի սպառնալիքները իրական չեն համարում, ասելով որ որևէ մեկ վգայի չեն տեսել եկած այն կյանքից։ Չեն հավատար շատեր գսեն որ մեկը չի եկած մյուս կյանքեն որ հավատանք։ Քրիստոսի կալուստից առաջ մարգարեների միջոցով 3 հոգի հարություն առան։ Եղիա եւ Եղիսե մարգարեները 3 հոգիներու հարություն տվին։ Այնուհետև դերը ինքևս 3 հոգու հարություն տվեց։ Իր բարեկամ Ղազարոսին 12 տարեկան մեռած աղջնակին եւ նային քաղաքի պատանիին։ Եվ իրենից հետո էլ արաքյալները, հայրաբետները եւ սրբերը շատերին հարություն տվեցին։ Պետրոս արաքյալ այդ զեմնիկին հարություն տվավ եւ շատ սուրբեր հարություն տվին մերելներու։ Սակայն Աստված հարություն առնողներին հրաման չէր տալիս որևէ խոսք ասել այն կյանքի մասին, քանի որ այդ ամենը անում էր դվյալ ժամանակների գարիքների ու պետքերի համար, որովհետեւ հավատացյալները առավել հաստատվեին համընդհանուր հարության հույսի եւ Քրիստոսի աստվածության հավատի մեջ։ Ոչ մեկ մերյալ որ հարություն արավ սիրելներ, հավիտենական կյանքի մասին խոսեցավ։ Լուր մնացին, դերը չարդոնեց անոնց։ Բարձրապես դերը հարություն տվավ սուրբերու միջոցով, որբեսի հավատ ներշնչի մարդոց եւ ցույց տա որ հավիտենական կյանք գոյություն ունի։ Ոչ թե մերնելեն վերջ մարդու հոգին գվերջանա գանեյանա գսպարի, այլ գսպասե ինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը։ Վարդապետներից ոմանք ասում են, որ սրբերի հոգիները երբ գամենում են, երևում են նրանց, ում հետ գամենում են հաղորդակցվել, իսկ մեղավորների հոգիները չեն երևում ամենևին։ Ուրիշներն ասում են, որ սրբերը մեզ երևում են բահբան հրեշտակների միջոցով, երազում կամ արտուն ժամանակ, լսում են մեզ, խոսում եւ օգնում։ Սակայն Սուրբ հայրերից սովորեցինք, որ Աստուծո մեծակույն, սիրելի եւ ընտրյալ սրբերն անգամ չեն կարող դառնալ եւ գալ մեզ մոտ։ Ավասիկ սիրելներ, ցեզի խոսեցա շատ կարևոր նյութի մասին, թե ուր կհանգրվանին հոգիները, երբ այս կյանքեն կբաժնվին։ Մշտապես խոսած եմ ցեզի այս նյութերու մասին եւ գրկնությունը շատ կարևոր է սիրելներ, որբեսի դու գալ հավատքի գիտությամբ լեցվիկ եւ սակայն սրբությամբ դիրոջ վերադառնաք։ Խոստովանիկ ծեր մեղքերը, ապաշխարենք ամենքը սիրելներ, որբեսի հավիտենական կյանքին արժանելանք։ Եկեք ննչեցյալներու հիշադակի այս օրը մեր աղոթները բարձրացնենք ամենօղոր Աստուծո եւ խնդրենք, որ Տերը իր ողորմության ուկուտին արժանացնե մեր բոլոր ննչեցյալները։ Իսկ նաեւ մեզի շնորհե Սուրբ Հոգու անսպար մխիթարությունը, նաեւ իմաստությունը, որբեսի մեր երկրավոր այս կյանքի օրերը ապրենք սրբությամբ, հավատքով եւ քալենք Աստուծո ջամփաներու մեջ են, որբեսի սիրելներ երբ մերալ այս կյանքեն մեկնելու օրը հասնի, սրբությամբ դիրոջ դիմաց կանգնենք եւ արժանի ելանք Քրիստոսի երկրորդ գալուստին անթարամ փարած բսագին սուրբերուն հրեշտակներուն թասագիցը լալով եւ հավիտենական կյանքը ժառանգելով։ Աստված թող հիշե բոլոր մեր ննչեցյալները, մեր նահատակները եւ սիրելիներ խունգ ու աղոթք անոնց անթարամ հիշադակին։ Հիշադակն արդարոց օրդությամբ եղեցի։ Աստված ցեզ արադավես թողորտնե բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։